Հռակատենապետ Ռուբեն Միրզախանյանը 1995-ի ընտրություններից հետո հայտարարում է, որ արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ն համագործակցում է իշխանությունների հետ։ Պարոն Միրզախանյանը համոզված է, որ հենց իշխանությունն էլ փոխել է ԱԺՄ-ի ցուցանիշներն ընտրություններում եւ մտցրել խորհրդարան։ 1999-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր հետո ԱԺՄ-ն պնդում է, որ դրանք ազատ ու արդար չէին, սակայն բողոքարկելն անիմաստ է, քանի որ երաշխիք չկա, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն։ Առայժմ սակայն կուսակցությունը պիտակներ չի կպցնի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին կսպասի նոր կառավարության ծրագրին։ Մենք ընդդիմադիր ենք ոչ թե որ մեզ ընդդիմությունն է դուր գալիս կամ որ մենք սիրում ենք լաչարություն անել։ Մենք ընդդիմադիր ենք, որտեղ մենք ունենք գաղափարներ, այդ գաղափարները ուզում ենք իրականացնենք։ Ամերիկացի գործարար Ջոն Հանսմանը 1999-ի ընտրություններից հետո հյուրընկալվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գրկախառնությունն անսովոր է, Քոչարյանն ասում է, որ Հանսմանը հայ ժողովրդի եւ իր անձնական բարեկամն է, իսկ վերջինս Քոչարյանի մասին նկատում է, նա հրաշալի հրաձիգ է։ 1999-ի ընտրություններից հետո Միասնություն դաշինքից խորհրդարան անցած 5 հոգի հրաժարվում է падգամավորական մանդատից, նրանց թվում է Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Որոշ լուրերի համաձայն նրան սպասում է վարչապետի աթոռը։ Մինչ երկրում հետընտրական աշխուժություն է, Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր Նիկոլ Փաշինյանի օրագիր թերթի խմբագրությունում է։ Գույքը բռնագրավելու համար այս որոշումը կայացրել է դատարանը, որը խմբագրությանը տուգանել է $25,000։ Բռնագրավումն ուղեկցվում է մեծ աղմուկով եւ քաշքշուկով։ Փոքրինչ հետո ծառայությունը պարզում է, որ համակարգիչները խմբագրության սեփականությունը չեն, որոշվում է դրանք կնքել օրագրի սենյակներից մեկում։ Այդ ընթացքում խմբագրությունի այցելում Արարատ Լադայի տնօրեն Անդրանիկ Մանուկյանը եւ Խոստանում տրամադրել իր անձնական համակարգիչը։ Ընտրությունների արդյունքների լեգիտիմությանը կասկածողներից մեկը падգամավորության նախկին տեխնացու Ռուբեն Թորոսյանն է։ Նա վստահեցնում է, որ բազմաթիվ օրինախախտումներ է արձանագրել այն ընտրատարածքում, որտեղ հաղթել է ընդդիմադիր տեխնացու Շավարժ Քոչարյանը։ Չգրանցված տվյալ ընտրատարածքում ուրեմն ընտրողը փորձ էր անում քվեարկել Շավարժ Քոչարյանի օգտին։ 2003-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունում է ԵԱԿ դիտորդական առաքելության ղեկավարին եւ համաձայնվում նրա նշած ընտրախախտումների առկայության հետ։ Մարգարյանն ասում է, որ ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ն իր մոտեցումներն առաջիկայում կամփոփի, որոնց արդյունքում առաջարկներ կներկայացնի ընտրական օրենսգրքում եւ կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում որոշակի փոփոխություններ կատարելու համար։ 2007-ի ընտրություններից 9 օր հետո ԿՀ-ի դիմաց 5 օր առաջ հացադուլի նստած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանը հացադուլը դադարեցնելու որոշում է ընդունում։ Նրան անձամբ դա համոզել էր վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նույն այսօրը Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած ժառանգությունը, որը նորընտիր խորհրդարանում նվաճել էր 7 մանդատ, ընտրակեղծիքների վերաբերյալ ունեցած փաստերը տրամադրում է Հանրապետություն կուսակցությանը սահմանադրական դատարան ներկայացնելու համար։ Բարգավաճ Հայաստանի կոալիցիա մտնել-չմտնելու հարցը 2012-ի ընտրություններից հետո ամենակննարկվողն է։ Քաղաքագետները հակված են կարծելու, որ դա ավելի շուտ Սերժ Սարգսյանի որոշելիք հարցն է, բայց մեկ պայմանով։ Բարգավաճ Հայաստանի ղեկավարի ստորագրությունը կոալիցիոն նոր պայմանագրի կամ ինչ-որ փաստաթղթի տակ, որտեղ նշվել է, որ Սերժ Սարգսյանը հանդիսանալու է կոալիցիայի միակ տեխնացու նախագահական ընտրություններում։ 2012-ի ընտրություններից 9 օր հետո Երկիր մեդիան դառնում է երկրորդ հեռուստաընկերությունը կենտրոնից հետո, որը ենթարկվում է վարչական պատասխանատվության։ Այս հարցն արդեն հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ հանձնաժողովի հեռուստաընկերությունը քաղաքական ուժերին լուսաբանելիս չի պահպանել հավասարության սկզբունքը։ ԿՀ-ում 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու Հայ ազգային կոնգրեսի դիմումի մերժումը փաստաբան Վահե Գրիգորյանին համոզիչ չի թվացել։ ԿՀ-ն չի կարծում, թե Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մի շարք նախարարներ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը քարոզելով հանրապետականի օգտին։ Նրանցից ոմանք նույնիսկ հակակարողություն են իրականացրել այլ քաղաքական ուժերի դեմ։ Դա ուղղակիորեն հակասում է սահմանադրությանը։ Պետությունը օգտագործվել է կոնկրետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար քարոզչություն իրականացնելու համար։